Ակտիվացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին։ Հենց այս սկզբունքով երկրորդ տարին անընդմեջ Երևանյան ամառ ծրագրի շրջանակում մայրաքաղաքում անցկացվել է Երևանյան մարզական ամառ 2014 մարզամշակութային տոնահանդեսը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ջրաշխարհ համալիրում կազմակերպված միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկեց Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով և շարունակվեց երաժշտական ու պարային կատարումներով։ Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երևանյան մարզական ամառի գլխավոր սպասումը մրցախաղերն էին։ Ի տարբերություն նախորդ տարվա այս տարի մրցույթ է տեղի ունենում, նախորդ տարվա փորձը ապացուցեց, որ անհրաժեշտ է նաև Երևանում ունենալ ջրային մարզաձևի այսօրինակ մրցույթ, այսօրինակ միջոցառում և շատ հաճելի է, որ Երևանյան ամառ ծրագրի շրջանակներում բազմաթիվ են միջոցառումները թե մշակութային, թե մարզական, իր ուրույն տեղն ունի նաև այս ծրագիրը և կարծում եմ, որ երևանցիները իսկապես, հատկապես երիտասարդությունը շատ ոգևորված է այս մրցույթ փառատոնով։ Վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-ից 15 տարեկան երեխաներ 10-ական անդամով, միմյանց հետ մրցեցին փոխանցումավազք, թիավարում փրկողակի մեջ, պարանի ձգում ջրի մեջ վտանգավոր ուղի մրցախաղերում։ Բոլոր մրցաձևերում երեխաների անվտանգությունն ապահովում էին համալիրի փրկարարները։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, մեզ շատ դուր եկավ։ Ուրախ ենք, որ ամառային արձակուրդներին երեխաներին մեծ հաճույք են պատճառել։ Շատ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպված, շատ հաճելի էր թե մեծերի, թե երեխաների համար։ Թե տրամադրությունը, թե ստեղի մթնոլորտը բոլորի հետ որ շփվում ենք, շատ ուրախ աստեղ անցնում։ Հոյակապ միջոցառում է, շատ ուրախ ենք։ Շատ հաճելի և շատ գեղեցիկ է։ Շատ շնորհակալություն է քաղաքապետից, որ այս միջոցառումներ է կազմակերպում։ Ուրախություն, էներգիա, լիցքաթափվեցինք և ամենակարևորը, որ այս համախմբվածությունը շատ մեծ լիցքեր է տալիս, գերազանց ժամանակ ենք անցկացնում ու առողջ սերունդ ենք մեծացնում։ Երևանյան մարզական ամառ 2014 մրցախաղի արդյունքներով օրվա լավագույն մարզական վարչական շրջան ճանաչվեց Մալաթիա Սեբաստիան։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջանները, գավաթներն ու պատվոգրերը թիմերը ստացան անձամբ քաղաքապետից։ Շնորհակալ ենք մեր քաղաքապետին։ Նման հրաշալի շքեղ միջոցառում հետաքրքիր կազմակերպելու համար, որ մեր երեխաները այսքան ուրախացան։ Ի դեպ, ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու հուշագավաթներով պարգևատրվեցին մասնակից բոլոր թիմերը։ Ощущение не передать простыми словами. Никакая победа нам не нужна, нет, только удовольствие. Մենք չաղցեցինք, բայց ուրախ ենք, որ մասնակցել ենք։ Ուղղակի պետք է ուրախանալ, որ մասնակցում ես այս հիանալի միջոցառմանը։ Համաքաղաքային մարզական ու ամենակարևորը առողջ ապրելակերպին խթանող միջոցառումները լինելու են շարունակական։ Երևանի քաղաքապետարանը խոստանում է, մայրաքաղաքի մարզական կյանքը տարեցտարի առավել հագեցած է լինելու։ Այդ մասին են խոսում նաև Երևանում սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող բազմաթիվ ու բազմաճյուղ ծրագրերը։